Գյումրիից Փարիզ Eurosat 2026 միջազգային ցուցահանդես միտուսումնական կենտրոնի տնօրեն Խաչիկ Թադևոսյանն իր թիմի պատրաստած անօդաչուներ տարել։ Հայկական տաղավարում ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների արտադրած հայկական արտադրության նմուշներ էին ցուցադրվում։ Գյումրիում արտադրված անօդաչուն թեև դեռ վերջնական արտադրանք չէ եւ կարող է փոփոխվել, բայց իր առավելություններով կարողացել է գրավել։ Ինքը մի երկու առավելություն ունի, ոնց որ բոլորին դա է դուր գալիս, այսինքն կարող է թևերը ծալել ու շատ կոմպակտ պայուսակի մեջ տեղավորվել ու նաև հնարավորություն ունի ուղղայաց թռիչք կատարելու, հա, այս տեսքով ինքը ձեռքից թռնելու է առանց կատապուլտի, առանց ինչ-որ մեխանիզմների, առանց թռիչքու ու հետո օդի մեջ արդեն պտտվում դառնում է հորիզոնական վիճակի ու հորիզոնական վիճակով թռնելով ինքը մի քանի անգամ ավելի քիչ էներգիա է ծախսում, միևնույն ժամանակ մի 2-3 անգամ ավելի արագ է ընթանում, ինչը թույլ է տալիս հասնել ավելի մեծ հեռավորություն, ավելի կարճ ժամանակում ու խնայել հոսանքի աղբյուրը եւ այլն։ Գերմանիայից ու Հնդկաստանից են հետաքրքրված, սպասում են գնային առաջարկի, երբ կոնցեպտն արդեն իրական արտադրանք դառնա, արդեն կկարողանան նաև գին որոշել։ Գյումրիում արտադրված միայն այս սարքի նկատմամբ չէ, որ հետաքրքրություն կա, ասում է Խաչիկը։ Իրենք թիմով 7-ից 8 արտադրանք են ներկայացրել տարբեր ցուցահանդեսների։ Միաժամանակ իրենց փորձն ու գիտելիքն արդեն 10 տարի է փոխանցում են հարյուրավոր երեխաների։ Տարածքի հարցը Գյումրիի քաղաքապետարանի հետ երկար կռվից հետո լուծվեց։ Արդեն 3 տարի է Միտ կրթական կենտրոնը սեփական տարածքն ունի, որտեղ անօդաչուներ են պատրաստում ու օդ բարձրացնում։ Հիմա կենտրոնում 30 երեխա է սովորում անօդաչու պատրաստել ու կառավարել։ Արդեն 3-րդ տարին է կենտրոնը մարզերի երեխաների համար օդագնացության ճամբար է կազմակերպում։ 8 օրերի ընթացքում 120 երեխա վարպետանում է անօդաչուներ պատրաստելու ու այն անվտանգ վարելու գործում։ Արդեն պատրաստի ու օդ բարձրացած անօդաչուներն ամեն մեկն իր հետ իր գյուղ ու քաղաք է տանում։ Ճամբարի սկզբունքը հետևյալն է, առաջի 2 տարին իրանց կրթակարգով ինչ նախատեսած է, իրենք հետները տանում են, անկախ նրանից դա հասցրել են պատրաստել, հարցրել են թռցնել, բայց 3-րդ տարից սկսած իրանք տանում են այստեղից ավելի լուրջ սարքեր, որոնք կարող են, չգիտեմ, 30-60 կիլոմետր թռիչք իրականացնել ու այդ սարքերը, եթե այստեղ հասցնում են պատրաստել, թռցնել, հետները տանում են։ Եթե ինչ պատճառներով սխալ հաշվարկների, սխալ, չգիտեմ, կողիկ աշխատանքների բացակայության եւ այլն չի թռնում սարքը, իրանք հետները չեն տանում։ Կամ ենթադրենք թռնում է ու անվտանգ վայրեք չի անում, այդ սարքը էլ չեն տանում իրանց հետ։ Սաթենիկ Ոսկանյանը Վայոց ձորի Խաչիկ գյուղից է եկել արդեն 3-րդ անգամ։ Ճամբարում իր ձեռքով պատրաստած անօդաչուն գյուղ է տարել ու մյուս երեխաների հետ կիսվել իր գիտելիքներով։ Համենք մենք տանում ենք մեր պատրաստած սարքերը եւ սարքավորումները եւ ճամբարն էլ մեզ տրամադրում է այն նյութերը, որոնք մեզ հարկավոր են։ Այնտեղ մենք գնում ենք, տարածում ենք երեխաներին, խումբ ենք հավաքում եւ սկսում ենք պատմել մեր կատարած աշխատանքների մասին, թե ինչ են կարել այստեղ։ Արտաշատի Դվին գյուղից Միքայել Կարապետյանն իր թիմով բեռ տեղափոխող անօդաչու է հավաքել։ 2 կիլոգրամ բեռը կարող է 30 կիլոմետր տեղափոխել։ Ցանկանում է օդաչու դառնալ, բայց մինչ այդ մտածում է, թե ինչպես կարող է գյուղում ապրողների կյանքը թեթևացնել։ Ես օրինակ, որ գյուղում եմ ապրում, կուզեմ ավելի շատ, որ գյուղատնտեսության մեջ օգտագործվի դրոնները, ինքնաթիռները, որպեսզի գյուղացիների կյանքը դառնա ավելի հարմարավետ եւ հեշտ։ Դավիթ Սարգսյանը եւս որոշել է օդաչու դառնալ։ Առաջին անգամ է օդագնացության ճամբարում։ Մի մոդել կա, որ ցանկանում է անպայման պատրաստել։ Միշտ ցանկություն եմ ունեցել պատրաստել Su-57 մոդելը, որը միշտ իմ սրտում ա եղել, միշտ ուզեցել եմ պատրաստել իր փոքր տեսակը, որ կարողանամ թռցնեմ։ 16-ամյա պատանին ասում է, անօդաչու պատրաստելու համար պետք է միանգամից 3 առարկայի լավ տիրապետես։ Եթե մարդիկ հետաքրքրված լինեն, հիմնականում մեր տարիքայինները հետաքրքրված լինեն այս մասնագիտությամբ, իրանք ստիպված կլինեն սովորել ֆիզիկա, մաթեմատիկա եւ երկրաչափություն, որ կարողանան պատրաստեն այս մոդելները։ Առանց դրա հնարավոր չէ։ Օդագնացության ճամբարը հաջորդ տարի եւս կգործի։